Շնորհակալություն, բնակարանաշինության հետ կապված ասեմ, ինչպես նշեց պարոն Լևոն Պարսեղյանը, Գյումրիում ներկայապահին առկա է 2400 տնակ, բայց ոչ այդքան ընտանիք, պարոն Պարսեղյան, բնակվում են տնակներում բնակվում են մոտ 900 ընտանիք, պետությունը այդ 900-ից 110-ի նկատմամբ ունի պարտավորություն, որոնք ենթակա են փոխհատուցման, այսինքն երկրաշարժի ժամանակ երկրաշարժի հետևանքով բնակարաններ են կորցրել եւ պետությունը այդ պարտավորությունը վերցրել է մինչև 2027 թվականը պարտադիր այդ 110 ընտանիքները ստանալու են փոխհատուցումները, մնացած ընտանիքները տարբեր պատճառներով են հայտնվել տնակներում, ընտանիքները բազմացել են, մեկ եղբայրը ամուսնացել է, տեղափոխվել են ստացած այդ բնակարանները, մյուս ընտանիքի կեսը մնացել են տնակներում եւ այդպես 30 տարի շարունակել են ապրել։ Մենք ներկայացրել ենք տնակներից ազատվելու վերաբերյալ բավականին իրատեսական ծրագիր, սոցիալական բնակարանաշինություն հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների ընտանիքների համար։ Կառավարության որոշման մեջ այդ ճանապարհները նշված են եւ պետությունը այդ որոշման պարտավորություն ունի քաղաքը ազատել տնակներից, կցակառույցներից, ապօրինի Այո, այսինքն այդ ամբողջը որոշման մեջ կա արդեն։ 7 տարվա ընթացքում քանի բնակելի շենք է կառուցել ձեր կառավարությունը Գյումրիում։ 7 տարվա ընթացքում 5 բնակելի շենք է կառուցվել տարբեր սոցիալական ծրագրերով, համայնքական 7 տարվա 5 բնակելի շենքը քանի բնակարան է, պարոն Մինասյան։ Բնակարանների թիվը այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի բնակարան է, բայց 4 բազմաբնակարան շենք կառուցվել է Մուշ թաղամասում, մեկ շենք կառուցվել է Անի թաղամասում եւ եւս մեկ շենք իմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելու ընթացքում ստորագրել ենք համաձայնագիրը, շինթույլտվությունը ստացել ենք, կոմբինատ թաղամասում է կառուցվելու, շուտով շինարարական աշխատանքները։ Այսինքն 7 տարվա ընթացքում տարի ու կեսվա ընթացքում մեկ բնակելի շենք է, մեկ հարկեմ, պարոն Բազարյան։ Խնդրում եմ, եթե դուք տեղյակ եք, եթե տեղյակ չեք, ես կասեմ նույն համամասնությամբ 7 տարվա ընթացքում ինչքան շենք է կառուցվել առաջին նախագահի կառավարման օրոք, ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երկրորդ նախագահի կառավարման օրոք եւ ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երրորդ նախագահի կառավարման օրոք դուք այդ նույն 7 տարիների ընթացքում ձեր իշխանությունը, ձեր նոր իշխանությունը, ձեր համար նոր դարձած իշխանությունը ֆիքսենք, որ կառուցել է ընդամենը 5 բնակելի շենք 6 տարվա ընթացքում չեք կարողանում հանձնել մի ծննդատուն, ունենալով նաև բարերար, որը գումարի կարծեմ 60-70% տվել է։ Այնպես որ սա ամենակարևոր բնորոշումն է ձեր աշխատանքի արդյունավետության, ձեր կառավարության աշխատանքի, ձեր իշխանության արդյունավետության, որովհետև 7 տարվա ընթացքում ասֆալտից սկսած մինչև սոցիալական ծրագրեր դուք ամենասիրուն ձևով փորձում եք ժողովրդին ասել, որ այս անգամ շանս տվեք։ Պարոն Մինասյան, հետո պարոն Մալխասյան, խնդրեմ։ Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ նախկին նախագահների հանդեպ մեծ համակրանք ունեք, ասեմ, որ նախկին նախագահների ժամանակ այդ բնակարանները մեծամասամբ կառուցվել են բարեգործական հիմնադրամների կողմից Գյումրիում, այո, Սփյուռքից եկած, ես ես չնդադեցի, ես ոչ մի կապ չեմ ձեր իշխանությունը, դուք հիմա փորձում եք տարանջատվել այդ իշխանությունից, ուրեմն եղել է Լինսի հիմնադրամ, երբ որ այդ մարդիկ հասկացել են, որ շենքերի 4-րդ հարկերը անհետանում են Ռոբերտ Քոչարյանի օրոք, մարդիկ այդ հիմնադրամը փակեցին 150 միլիոն դրամը ուղղեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այո, շենքերի կեսը 3 հարկ է, մնացածը 4 հարկ բոլոր գյումրեցիները գիտեն, փաստը Երևանյան խճուղում, փաստը, որ 4 հարգանի են եղել, իհարկե կոռուպցիայի զոհ է դառել։ Արագ խոսելով չի, փաստը Երևանյան խճուղում կառուցված բնակարաններն են։ Այո, ես համաձայն եմ, որ բոլորը իրենց, այո, ես համաձայն եմ, որ 7 տարիների ընթացքում իրավապահ համակարգը կաղել է, հուսով եմ իրավապահ համակարգը այլևս ունի լավ լծակներ, ձեր իշխանության
իրավապահ համակարգը դուք հենց հիմա Տեսեք, ասում եք, որ կաղել խոսում է, եք, ձեր բոլորը այստեղ հարգանք ուրիշ ցուցաբերում մեկը մյուսի նկատմամբ բացի դրա համար 7 ձեզանից տարվա ընթացքում չեք անընդհատ կարողացել վերադարձնել ոչ ձեր իրավապահ համակարգը, ձեր նշանակած իրավապահ համակարգը։ Պարոն Ղազարյան, Նորմալ չէ, ես դրա համար գոռում եմ։ Պարոն Մխիթարյան, ներողություն։ խոսելու եմ այնքան ինչքան ճիշտ Ես համարեք։ ձեզ վերջին անգամ եմ Դուք զգուշացնում։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրել։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրել։ Այս երկրում չկա այն հանրային հերոստալիկը, որ կարողանա իմ ձայնը կտրել։ Հարգանք ունեցեք տարական։ Լսել եք հարգանքի Եվ մասին։ նույն բանը Ստորագրել ասացեք առանց գոռալու։ Այո, Ուրեմն չես կարող իմ ձայնը կտրել, դուքով, Պետրոս։ հարգանքով, Չես կարող իմ ձայնը կտրել։ դուքով, հարգանքով, Չես կարող իմ ձայնը կտրել։ Խնդրեմ։ Այս հերոստատեսությունում դու Հարգեք ձեր կողքի մարդկանց, հարկերով։ հարգեք ձեր ընկերներին։ Ում պետք է հարգում եմ։ Ես զգուշացեցի։ Ում պետք է հարգում եմ։ Պարոն Մխիթարյան, Երեք արձանագրենք, որ իրականում այս 7 տարիների ընթացքում այս իշխանությունը Գյումրիում pedagogical միջոցներով որևէ բազմապանական շենք չի կառուցել։ Մխիթարյան, պարոն Մխիթարյան, ուրեմն Արցախը հանձնել են ձեր հաղորդման սկզբում գովացած նախագահները այն ժամանակ մի կնդադեք դուք որ խոսում եք ես չեմ ընդդադել մի խանգարեք, իր մի րոպենա։ տեսեք դուք որ խոսում եք ես հարգանքի ցուցաբերում աջում եմ չես կարող դուզի չարգես հանգիստ ուրեմն լսե ինչ Չէ, սպասեք, մի րոպե։ դուրս գալ քաղաքում բան կալ Մինասյան, մի րոպե։ ուրեմն ուշադիր լսեք քեզ ինչ Հարգեք Հայաստաներ եւ հետո հանձնեցիք։ Հիմա երկուսի միկրոֆոնը խնդրում եմ անջատեք, բայց ձեր միկրոֆոնը անջատված է։ Հետո գյումեցիները փող կուտայնոր Ղարաբաղ չծառայեն դու Ռոբերտ Քոչարյանի դու Ղարաբաղը եկան վատ տեղեր որ գյումեցի գումար մտի վճարելով չես դու այդ կանը Պետք է հարգենք բոլորին։ Մի րոպե։ Մի րոպե, լսեք, ես իմ անազգանք լսեք։ Դուք մի րոպե խոսացիք, ճիշտ է։ Ասացիք ինչ ուզում եք, ճիշտ է։ Հիմա իր մի րոպեն մի ընդհատեք։ Հարգեք բոլորին։ Բայց սուտ է խոսում։ Պարոն Մխիթարյան, հետո Այսինքն կարող է սուտ խոսել։ Իր մի րոպեն։ Կարող է սուտ խոսել։ Կարող է սուտ խոսել։ Ինչ ուզի իր մի րոպե կարող ասի, կարող է հասկացա։ սուտ խոսել։ Դուք ստորագրել եք հարգելու Պրագայում իր իշխանությունը ճանաչել է Ինքը չի լսել, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ ապրեք։ Դուք լսել եք պարոն Ղազարյան։ Ասեցիք։ Պարոն Ղազարյան, դուք Ասեցիք, լսել եք։ ես շատ բան եմ լսել։ Դուք ասեցիք, հիմա լսեք ուշադիր։ Պարոն, ես վերջի անգամ ասում եմ, չեմ ասել։ Վերջինը ուլտիմատումներով մի խոսեք։ Ես ուլտիմատում ես խնդրում եմ ձեզ։ Հարգեք դիմացիներին։ Ես խնդրում եմ կպատասխանեք իմ հարցին, հարգեք, ոչ, ես ձեր հարցին չեմ պատասխան։ Դուք կարող եք գալ ինձ հյուր չեկաք։ Ես կպատասխանեմ։ Փաշինյան Նիկոլը լսել եք, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դու լսել ես որ Գյումրիը հարգել ջարել Արցախը ծառայել։ Դուք լսել եք որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ամենավատ տեղն էր։ Պարոնայք, ներողություն, Հայրենիք ես ճանաչել։ Արցախի պատմական անջատեք միկրոֆոնը։ Պատմական չէ, սուրբ հայրենիք ես Անջատում եք միկրոֆոնը։ կարող ես Սուրբ հայրենիք ես ճանաչել։ Որը քո ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որը քո ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որը քո ղեկավարը Բամինասյան, չեք կարող խոսել, խնդրում եմ, լրեք։ Բամինասյան, հարգեք գյումրեցիներին, մի խոսեք։ Այմար գյումրեցիներին մի Պարոն Մխիթարյան, կամ ենք հարգում ենք Չարժակայք կամ չենք անում շարունակում։ Ինչը չեք շարունակում։ Հարգում ենք, չեք հասկանում ինչ եմ խոսում։ Խոսափողս միացած է։ Չէ, անջատած է։ Չէ, դե միացել եք։ Մխիթարյան, ինձ Ես նայեք մենակ դուք չպետք է խոսեք։ Բա մենակ դուք պիտի խոսաք։ Չէ, բայց միացել եք։ Ձեր միկրոֆոնը միացրած է։ Եթե Միացրեք։ հարգում եք, մնացածին շարունակում ենք։ Մնացածին հարգում եմ։ Ուրեմն տեսեք, չենք խախտում ֆորմատը։ Պարզ է։ Դուք ձեր մի րոպեն խոսացիք,
Ինքը պետք է մի րոպեն խոսա։ Ուրիշ ձև չի լինելու։ Շարունակի։ Սուտ խոսեց, էլի ընդհատելու է։ Կուզենա սուտ խոսա, կուզենա Չէ, Հայաստանի Հանրապետությունը դա խոսած է խոսվել։ Սուտ խոսեց, Դուք հիմա այս ժամանակը ծախսեցիք այս Տիկին Դանիելյան, Խնդրում եմ։ ձեր խաթր, հարց չկա։ Վերջ։ Դուք ձեր արձագանքի հնարավորությունը կունենաք եւ հարց տալու հնարավորությունը։ Հիմա խնդրում եմ չխանգարեք իրար։ Ուրեմն այս մարդը հարգելի գյումրեցիներ։ Վերականգնեք պարոն Մինասյանի ժամանակը խնդրում եմ։ Ես նախ ներողություն եմ խնդրում գյումրեցիներից, որովհետև գյումրեցիները այսօր անհամբեր սպասում են, որ մենք ներկայացնենք Գյումրու խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, ծրագրերը, Արցախի հետ կապված գյումրեցիները հստակ հիշում են եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մարդիկ գումար էին հայտայտում վճարեին, որ Լեռնային Ղարաբաղ իրանց երեխաները չընկնեին, այլ ծառայեն Հայաստանի Հանրապետության գոնե ներսում։ Սա փաստ է, սա բոլոր գյումրեցիները գիտեն, ում երեխան ընկել է ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել։ Հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակը ապացուցել։ Ես չեմ ուզել շեղվեմ մեր օրակարգից, իմ համար Գյումրու խնդիրները այս պահին կարևորագույնն են։ Մարտի 30-ին գյումրեցին կատարելու է իր ընտրությունը, մարտի 30-ին գյումրեցին չի գնալու Պրագա, Մրագա, Դոնբաս, Պուտին, Թրամփ, այս աշխարհաքաղաքական process-ների հետ ընդհանրապես Գյումրեցին կապ չունի, Գյումրեցին իր վստահ գիտագից քվեն տալու է։ Շնորհակալ եմ, նաև ներողություն եմ խնդրում մեր հարգարժան հեռուստադիտողից մի փոքր թեմայից դուրս Վանաբեջի համար, իմ համար Պարոն Սիմոնյան, խնդրում։ Պարոնակ, ես լավ կարող եմ վատ եմ ասում։ Դուք ստորագրել եք, հարգեք ձեր ստորագրությունը։ Որ պատկասում մարդիկ նայում են, քաղաքը նայում է ձեզ։ Հա, թողնա ինչ կսեք որ։ Այն կսեք որ հարգանքով եք միմյանց նկատմամբ։ Հիմա բանավեճի ընթացքում կարող եք 6 րոպե խոսել։